Բոլորիդ, ձեզ հետ Պետրոս բացահայտումն է։ Ես այսօր կպատմեմ մի այնպիսի լավ եւ տարօրինակ հետաքրքիր պատմության մասին, որը դուք հուսով եմ չգիտեք։ Դե ինչ եկեք սկսենք։ Ֆրանսիայում կար մի առանձնատուն, որը պատկանում էր Ժանդուրյանին։ Ժանդուրյանը ուներ այդ մեծ առանձնատան մեջ մի հատիկ գաղտնի սենյակ, որի մասին միայն նա գիտեր։ Ժանդուրյանը ծնվել է 1920 թվականի ապրիլի 12-ին ֆրանսիական մի փոքր գյուղում։ Նա ապրում էր սովորական ընտանիքում եւ ընտանիքի միակ որդին էր։ Ժանդուրյանի հայրը բանվոր էր, իսկ մայրը սովորական տնային տնտեսուհի, որը սիրում է երգել եւ իր զավակի համար լիքը լավ հեքիաթներ պատմել։ Ժանդուրյանը փոքրուց միշտ սիրում էր նկարչությունը եւ երբ իր դպրոցն ավարտում էր, իր բոլոր գծագրերը պահում էր իր սաղերի մեջ։ Իր բոլոր նկարները պահում էր իր նկարչական փոքրիկ արկղի մեջ։ Ժանդուրյանը մեծանալով աշխատում էր տարբեր աշխատանքներ, բայց սակայն երբեք չէր դադարում նկարելը եւ ասում էր. նկարչությունն իմ լեզուն է, իմ զգացմունքները, եւ ես առաջ նկարչության կյանք չունեմ։ 1940 թվականին սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, գերմանական զորքերը 7-ով մոտեցան Ֆրանսիային, իսկ Ժանդուրյանը թողեց մի կողմ իր բոլոր երազանքները եւ սկսեց գաղտնի կերպով օգնել իր բոլոր հայրենակիցներին։ Ժանդուրյանը օգնում էր բոլոր մարդկանց, փախստականներին, տրամադրում էր կերակուր, ջուր եւ նկարում էր փողոցների քարտեզ, հասկանալու համար, թե որտեղ է ավելի անվտանգ, որ բոլորով կարողանան տեղափոխվել հենց այնտեղ։ 1942 թվականին Ժանդուրյանը որոշեց իր առանձնատանը ստեղծել մի փոքրիկ գաղտնի սենյակ, որտեղ կթաքցներ բոլոր մարդկանց պատերազմից փրկելու համար։ Նա աշխատում էր ուշ գիշերով, որ ոչ ոք նրան չնկատեին։ Սենյակը ստեղծել էր այնքան խիտ, որ դաժե ով գոռար սենյակում, ոչ ոք չէին կարող ձայն լսելով գնալ դեպի սենյակը։ 1943 թվականին Ժանդուրյանին ձերբակալում են գերմանական հրամանատարության կողմից, ինք դնելով, որ նա մաքրել է քաղաքը մարդկանցից, որպեսզի մարդկանց օգնի պատերազմից փախչելու համար, իսկ այդ դրանից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել։ 2016 թվականին Ժանդուրյանը մահացավ։ Նա այդ ժամանակ այնքան երիտասարդ էր, ընդամենը 23 տարեկան։ Ժամանակի ընթացքում նրա առանձնատունը վաճառվեց։ Գնեց առանձնատունը մի սովորական ընտանիք, որը սկսեց վերանորոգել տունը։ Տունը վերանորոգելու ընթացքում նրանք գտան այդ գաղտնի սենյակը, որը 73 տարի ոնց կար, այդպես մնացել էր։ Սենյակում կային տարբեր օրագրեր, 20-ից ավելի լիքը նկարչական նկարներ, նկարչական պարագաներ, արկղեր եւ օրագիր։ Օրագիրը սկսում էր այսպես. եթե դու այս օրագիրը կարդում ես, ես հիմա այլևս չկամ։ Ժանդուրյանը հայտնի դարձավ իր բոլոր նկարներով։ Ճիշտ է, նա այդ ժամանակ ֆիզիկապես ներկա չէր, մահացել էր, բայց բոլորը նրան հիշատակում են եւ սիրում, քանի որ նա ավելի շատ սիրում էր մարդկանց կյանք փրկել մարդկանց եւ իր նկարչությունը, քան սեփական հենց իրեն։ Դե ինչ, այսօր այսքանը։ Հուսում եմ, որ ձեզ բոլորիդ հետաքրքրեց այս YouTube վիդեոն եւ մի կերպ ձեզ կարողացավ մի բան սովորեցնել։ Դե ինչ, կհանդիպենք մյուս կիրակի։ Նաև ներողություն, որ ասում եմ, որ կիրակի օրը կգցեմ եւ չեմ գցում, որովհետեւ հարմար չի լինում, բայց ձեզ խոստանում եմ, որ մյուս կիրակի կգցեմ։ Նաև եթե մոռանամ էլ, չգցեմ էլ, ուրեմն իմացեք, որ երկուշաբթի օրը կիրակի օրվա փոխարեն կգցեմ։ Դե ինչ, հուսով եմ էլի եմ կրկնում ձեր դուր եկավ, չմոռանաք բաժանորդագրվել, որպեսզի իմ լավ YouTube-յան վիդեոները բաց չթողնելու համար։ Դե ինչ, ցտեսություն։